Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, այս լույսը այնքան վատն է, ոչ մի ձև չեմ կարող կամերան բռնացնել, որ այս լույսը սենց հոպ, ոչմ չի այս լույսից ազատվել, բայց դե ոչինչ, լույսը չի խանգարում, կարևորը տեքստն է, քանի որ շատ եք ասում, բա այդ ջազ չես պատրաստում, բան իսկականից այնքան են անձնական նամակով գրում, որ բան է, կամ այս բաղադրատոմսով ճաշ պատրաստեմ, այն բաղադրատոմսով ճաշ պատրաստեմ, այսօր հավ եմ պատրաստել, այս վերջերս շատ եմ պատրաստում ու այդ բաղադրիչների մեջ ամենակարևորը բլենդերն է, բլենդերը, բայց չեք վերցնում այն բլենդերին, ակտուալությունը ստեղ է էլի, այն որ գնացել են Մոսկվա ու վերջը չգիտեր վերև բարձրանա ինչ աղա, այդ բլենդերից հանգար չեք վերցնում, որ ինչ տենում է աղում, ամեն ինչ չի կարելի էլի աղալ, հեծանի բա, կուկուռուզնիկա, կուկուռուզա, պերաշկիա, մի խոսքով պատկերացրեցիք, այդ բլենդերից վերցնում եք նորմալ բլենդեր և հավը արդեն համեմում եք համեմունքներով, սև պղպեղ, խմելի սունելի, ըստ ճաշակի համեմունքներով, նախորդ դնում եք, ուղարկում եք Դուբայ, մի հատ արևահարվելու զագար ընդունելու, այսքան հետո, երբ որ արդեն մի քիչ կարմրում է, արդեն իմ մոտ կարմրել է, մի րոպեի վերև, էսի արդեն կիսակարմրած վիճակ է, կարտոֆիլու հավա, հետը դնում եք սոխ, կիսատ կտրում եք, մի քիչ այդ համեմած այդ մարինադի այդ ջրերից, լցնում եք, ինչի մեջ մարինացրել եք հավը, լցնում եք նաև սոխի վրա, երկուսը բավական է, այսինքն մի հատ սոխ ու սխտոր, նաև սխտոր եք, այտենց դնում եք, որ թեթև կարմրի, ոնց որ հավը, էդի սոուսի համար է պետք, դնում եք բլենդերի փոքր տարայի մեջ, ճզմում եք սխտորը, որ գեղևներից առանձնանա, մի քիչ մաղադանոս եք վերցնում, պետրուշկա էլի, բայց գրականավար չանեմ, պետրուշկա եք վերցնում, նորից այդ տարայի մեջ ենք լցնում, այն կանաչի այդ մաղադանոսը գիտեք, հանգարտ չգնաք, այն բաղճկից չքաղեք, մարդամեկի գլխի են խառը կանաչու գլխից, ավելացնում եք մի քիչ, այդ ինչ ես էտեղ անում? Քեզ եմ եկել։ Հա, շնորհակալություն, երկու մոտավորապես, ես ամեն ինչ իրականում մոտավորապես եմ լցնում, երկու թեյ գթալ սոյայի սոուս ու մոտավորը երկու թեյ գթալ մայոնեզ, մի ճաշի գթալ էլի, այս ամեն ինչը բլենդում ենք, հանկարծ Նիկոլի բերանը չտակ, որ բլենդերի, նորմալ բլենդեր կբերեք, ձենը որ ձեզ չխանգարի, մի հատ գնամ գամ, եկա, հարեցինք մեզ, այսենց զանգված ենք ստանալու, էսի սոուսի համար է, հարեցինք եկան, սրա վրա ավելացնում ենք նորից համեմունքներ, մի քիչ, մի պնդխունց, սև պղպեղ ու արդեն սրա վրա ավելացնում ենք մի պուրջուրիկ շատ քիչ քրքում, քիչ, մի լավ խառնում ենք, երեխեք ջան, ու այս սոուսը, այս խոզանակի օգնությամբ, սննդային խոզանակի, կսում եք արդեն կիսակարմրած հավի վրա, էդի նախորդ հիշում եք, ասեցի, ուղարկում ենք բան, հավը, նորմալ հավ եք ընտրում, գնում եք ձեր ձեռով, մի հատ նորմալ մուշտար ու աշկով նայում եք, ընտրում եք, կնայեք հանկարծ ազգային ժողովի վերջը, որոշ շենքերում էլի, պետական շենքերում, շենքերի պիտուխների հետ հանկարծ, արիշվերի շարաշ չլնեն, թե չէ շատ վատ կստացվի, չի ստացվի ավելի շուտ ձեր բլյուդը և անհամ կստացվի, հանկարծ որ այդ պիտուխների հետ արիշվերի շարած եղան, իմաստ չկա, ինչ ձև ուզում ես համեմի, չի ստացվելու, բացարձակապես չի ստացվելու, դրան ուշադիր կլնեք, որ
այդ հանկարծ այդ պահը չլինի։ Ահա։ Լավ, այս բանը կսում ենք, այս սոուսը։ Կարևորը այս սոուսն է, կարող կարտոֆիլների վրա էլ քսեք, թող համով լինի։ Ու արդեն դնում ենք վերևը, որ լավ կարմրի, լավ կարմրի երեխեք։ Всё, դնում ենք արդեն գազօջախի վերևի մասը, որ լավ կարմրի։ Գնացի, վերջնական տեսքը խոսք չեմ տալի, որ ցույց կտամ, կպատմենք հետո։